Շարունակում ենք Առավոտ լուսոն եւ շարունակելու ենք խոսել երաժշտության մասին այս հատվածում մասնավորապես դասական երաժշտության, որովհետեւ երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը նախաձեռնել է մի բացառիկ կրթամշակութային իրադարձություն, նախագիծ, որը կոչվում է Հայ վիրտուոզներ միջազգային ակադեմիա փառատոն։ Եվ սա բացառիկ իրադարձություն է լինելու մեր մշակութային կյանքում առաջիկա ամսվա ընթացքում, այնպես որ հենց այդ մասին ենք զրուցելու մեր հյուրի հետ։ Այո, մեր տաղավարում է երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ողջույն, ակադեմիա փառատոն, ինչ է սա նշանակում։ Իրականում Հայաստանում առաջին անգամ է այսպիսի ձևաչափով մեծ միջոցառում անցկացվում։ 8-10 օր շարունակ մեր երեխաները հնարավորություն կունենան ստանալ վարպետության դասեր միջազգային մակարդակի երաժիշտների կողմից, որոնք որ ժամանելու են Հայաստան, երեկոյան իրենց հետ միասին մեկ բեմում հանդես գալ ելույթ ունենալ։ Սա ակադեմիական հատվածն է փաստորեն։ Եվ փառատոնային, որովհետև այդ համերգները բոլորը լինելու են բաց, նրանք տեղի են ունենալու մեր թանգարաններում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Կոմիտաս թանգարանի ինստիտուտում եւ նաեւ ունենալու ենք պանելային քննարկումներ, երբ խոսելու ենք արդի երաժշտության ուղղությունների, զարգացումների, այդպես։ Մրցութային փուլը կարծես իր ընթացքի մեջ է, մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, մեկնարկեց երկրորդ փուլը, արդյոք կա երրորդ փուլը եւս եւ ավարտվել է մրցութային փուլը, թե ոչ։ Մենք հիմա սահուն անցանք մյուս մասին, հիմնադրամի գործունեության ընդհանուր, որովհետեւ հենց այս պահին ընթանում են հիմնադրամի 2026 թվականի կրթաթոշակառուների, հայ վիրտուոզներ կրթաթոշակառուների ծրագրի ընտրությունը եւ այո դուք ճիշտ եք, երկրորդ փուլն է հիմա ընթանում եւ միջազգային ժյուրին պետք է ընտրություն կատարի, թե որոնք են լինելու այն երեխաները, որոնք 30 երեխաները, որոնք մեկ տարի շարունակ 7 ուղղություններով կանցնեն մեզ մոտ կրթական եւ զարգացման ծրագիրը։ Իսկ բուն ակադեմիա փառատոնը հայ վիրտուոզներ որ ամսաթվերով է անցկացվելու եւ որ տարիքային խմբի համար է։ Նայեք, ամսի 26-ին, մարտի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենք կանենք բացումը, որտեղ որ հանդես կգա Երևան երիտասարդական նվագախումբը, Պիտեր Ստարկի ղեկավարությամբ դիրիժոր եւ հանդես կգա մեր շատ հայտնի մենակատար Միշել Լատուկը, որը որ գալիս է Ֆրանսիայից, ինքը այդ օրը հանդես կգա եւ այնուհետեւ կսկսի արդեն տալ իր վարպետության դասերը։ 26-ին մենք անում ենք բացումը, 27, 28, 29 ու տենց մինչև ամսի 4-ը ամեն օր լինելու են վարպետության դասեր, մոտավորապես եթե ընդհանուր ասեմ 350 վարպետության դաս է կազմակերպվելու եւ այդ 350 վարպետության դասերը կանցկացվեն մինչեւ ապրիլի 4-ը, իսկ ամսի 4-ին կամերային երաժշտության տանը, կամերային նվագախմբի կատարմամբ մեր նույնպես պրոֆեսորները հանդես կգան արդեն փակման համերգին։ Իսկ երեխաները, որոնք պատանիները, որոնք մասնակցելու են այս օրերին ծրագրին, նախապես են ընտրված, թե կարող են այդ պահին էլ գալ։ Նայեք, այդ կապակցությամբ ես շատ կուզենամ շնորհակալություն հայտնեմ Երևանի քաղաքապետարանին, որը որ հնարավորություն տվեց եւ ամբողջությամբ այդ երեխաների ոնց որ մասնակցության վճարները վերցնելով իր վրա հնարավորություն տվեց Երևանի երաժշտական դպրոցների 70 սաներին մասնակցելու այդ ընտրությունը կատարելու են երաժշտական դպրոցները իրենց տեղում, բայց նաև մեր կրթաթոշակառուներն են մասնակցելու, որոնք որ մեր հիմնադրամի այսպես ասած շահառուներն են, ընդհանուր առմամբ 133 երեխա մասնակցելու։ Քանի որ մեր հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն Երևանից են, այլ նաև մարզերից են, դրա համար ստացվում է, որ Հայաստանի լավագույն երեխաները հնարավորություն կունենան 20 աշխարհի շատ հայտնի պրոֆեսորների, արտիստների կողմից ունենալ վարպետության դասեր։
Շատ հագեցած ծրագիր է սպասվում, այո, մի քանի օրվա ընթացքում 350 եւ ավելի վարպետաց դասեր։ Յուրաքանչյուր երեխան ստանալու է մինչև 3 վարպետության դաս։ Անհատապես իր գործիքին վերաբերող։ Ու անհատական վարպետության դասեր են, բայց նաև ակադեմիան հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր մասնակից կարող է նաև пассив մասնակցություն ունենալ վարպետության դասերին եւ գնալ լսել այլ երեխայի վարպետության դասը, որտեղ այս պարագայում դա էլ է շատ մեծ հնարավորություն լսելու այլ երեխայի ասած ոնց որ պրոֆեսորի ասած դիտողությունները նաև հետագայում ինքը կարող է օգտագործել։ Հիմնադրամը համապարփակ կրթական ծրագիր է իրականացնում 7 ուղղություններով, որոնք եւս միտված են դասական երաժշտության զարգացմանը մեր երկրում։ Խոսենք այս ուղղությունների մասին եւ արդյոք թիրախը կրկին պատանիներն են։ 2019 թվականին մեր հիմնադրամը ստեղծվել, այս հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ եւ այսօր ինքը ղեկավարում է Հոգաբարձուների խորհրդի կազմը ամբողջ եւ ամբողջությամբ վերահսկում է ամբողջ արտիստական եւ կրթական հետողություններին։ Եվ ի սկզբանե, երբ հիմնադրամը ստեղծում էինք, մտածում էինք, որ հիմնադրամը պետք է լինի կրթական եւ շեշտը դնում էինք հենց վարպետության դասերին, բայց 1-2 տարիների ընթացքում այս 7 ուղղությունները ամբողջացան, որովհետեւ բոլոր արտիստները, որոնք որ գալիս էին, կամ պետք անգլերեն խոսեին, կամ ռուսերեն, եւ հասկացանք, որ վարպետության դասերից բացի պետք է նաեւ կազմակերպենք օտար լեզուների դասընթացներ, այսինքն մեր երեխաները ստանում են անգլերենի եւ ռուսերենի անվճար դասընթացներ։ Իհարկե շատ կարեւոր է, որ երեխաները հանդես գան բեմում եւ ունենան բեմական փորձ։ Մեզ համար շատ կարևոր էր, որ նրանք կրեն ամբողջ մշակութային արժեքները եւ ժառանգությունը, որը որ ունի հայ ժողովուրդը ու Հայաստանը, եւ այդ իսկ պատճառով մենք տանում ենք իրենց, մենք այցելում ենք թանգարաններ, այցելում ենք համերգների, որտեղ կարող են լինել երեխաներ, որոնք որ արզվի, որ երաժշտական դպրոցում են սովորում, բայց երբևիցե չեն լսել նվագախմբի հնչողությունը, եւ դրա համար այդ հնարավորությունը իրանք ստանում են։ Նաեւ մենք տանում ենք երեխաներին կրթական ուղևորությունների, ինչ է դա նշանակում, այս ակադեմիան դա տենց այդպիսին նորարարություն չի, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ 2 շաբաթ, 3 շաբաթ անցկացվում են ակադեմիաներ, եւ մեր երեխաները մասնակցում են այդ ակադեմիաներին Էստոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, տարբեր, այսինքն աշխարհի տարբեր երկրներում կայացվող այդ ակադեմիաներին, իհարկե ստանում են ամսական կրթաթոշակ, որը որ պետք է ուղղեն հստակ իրենց կրթական եւ զարգացնող այլ ուղղությունների, որոնցով իրենք զբաղվում են, եւ այսպես։ Եթե մրցութային փուլը դեռ չի ավարտվել, ապա այն պատանիները, ովքեր նորեն իմանում եւ նորեն ուզում դիմել ձեզ, ինչպես կարող են դիմել մասնակցելու համար։ Մեր հիմնադրամ կարող են դիմել երեխաներ 10-ից 16 տարեկան, այսօր արդեն իհարկե չեն կարող դիմել, պետք է սպասեն ուղիղ 1 տարի, բայց կարող են հետևել մեր հիմնադրամի սոցցանցերի էջերին, վեբկայքին եւ տեսնել նորությունները, թե երբ կլինի հաջորդ մրցութային այդ փուլը։ Հետաքրքիր է թե ակադեմիա փառատոնը, թե կրթական ծրագիրը վիրտուոզներ խորագիրն է գրում, այս տարիների ընթացքում աշխատելով մեր երեխաների հետ կան այդ վիրտուոզ երեխաները կամ Գիտեք, օրինակ 2024 թվականին Հայաստանը Եվրոտեսիլում ներկայացրեց Հայկը Հեկեկյան, որը որ մեր հիմնադրամի կրթաթոշակ առուն է։ Այսօր Հայաստանը մրցում է լավագույն երիտասարդ երաժիշտին, որը որ կներկայացնի հունիսի 6-ին Հայաստանում կայանալիք դասական Եվրատեսիլ մրցույթի մասին է խոսքը, եւս փաստորեն ձեր շահառուներից կան ցանկում։ Կարող եմ ասել, որ 90% այս փուլում, որոնք որ ընտրվում են, նրանք մեր կրթաթոշակառուներն են, եւ ամենակարևորը ես կարծում եմ ցուցիչ է մեր հաջողության, իհարկե դա հիմքը, որը որ երաժշտական դպրոցներն են տալիս եւ այն դասատուները, որոնք որ քրտնաջան աշխատում են մեր երեխաների հետ,
բայց նաև դա մեր հպարտության մի մասն է, որ մենք ունենք այսօր երեխաներ, որոնք որ սովորում են աշխարհի լավագույն երաժշտական կրթական հաստատություններում, դա Royal Academy-ն է, դա Karlsruhe Hochschule-ն է, դա Ցյուրիխի ակադեմիան է եւ այդպես Զալցբուրգի ակադեմիան է, այսինքն լավագույն երաժշտական կրթական օջախներում սովորում են այսօր մեր երեխաները եւ կարծում եմ, որ դա մեծ ցուցիչ է։ Իսկ դուք այդ ճանապարհին իրենց եւս աջակցում եք։ Ամեն ինչ անում ենք, փորձում ենք եւ իհարկե դա մեր ոնց որ հաջորդ քայլի այն երազանքն է, որ կարողանանք նաեւ այդ հարցում երեխաներին օգտակար լինենք, որտեղ շատ կարեւոր է, որ այդ վճարը, որ իրանք վճարում են կրթական, կարողանանք իրենց աջակցենք այդ հարցով, բայց այսօր իհարկե մենք ունենք շատ մարդիկ, որոնք որ մեր կողքին են, հավատում են եւ ներդրում են կատարում հիմնադրամին, որտեվ մեր կարծիքով այն աջակցությունը, որը որ տրվում է կրթության համար, դա զուտ աջակցություն չի, այլ ներդրում է, որ վաղը մենք ունենանք այն կրթված հասարակությունը, որը որ մենք երազում ենք ու հավատում ենք, որ դա կարող է լինել։ Եվ այդ մարդկանց այդ համախմբման շնորհիվ մենք այսօր այո կարող ենք ասել, որ կան այն պատանիները Հայաստանում, որոնք որ մեր ապագայի վիրտուոզներն են, հայ վիրտուոզներն են, եւ համախմբվելով այդ երեխաների շուրջ մենք միանշանակ հավատում ենք, որ շատ ու շատ հպարտության պահեր ենք ապրելու հետագայում։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ սկսեցիք օրը եւ Ակադեմիա փառատոնին հաջողություն ենք մաղթում, հույս ունենք, որ այն կլինի շարունակական եւ դեռ շատ առիթներ կունենանք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Հանդիպելու եւ զրուցելու եւ ինչպես հասկացաք վիրտուոզներին ճանաչելու եւ նրանց երաժշտական արտիստականությանը, նրանց տաղանդին ծանոթանալու համար կարող եք հետեւել նաեւ առաջին ալիքին, մասնավորապես այս տարի մենք հյուրընկալելու ենք պատանի երաժիշտների Եվրատեսիլ մրցույթը մեր մայրաքաղաքում, իդեպ շատ հատկանշական ու խորհրդանշական օր, Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է տեղի ունենալու մրցույթը եւ իսկապես հույս ունենք, որ այն մասնակիցները, այն երիտասարդները, որոնք մասնակցելու են թե դեպի դասական Եվրատեսիլին եւ հետագայում նաեւ մեր պատվիրակը այս վիրտուոզի ուղին եւ ճանապարհը անցնելու է։ Իսկ մենք հավատում ենք ապագա վիրտուոզներին։ Եթերը շարունակում ենք երաժշտությամբ։